Ողջույն գյուղասերներ, այսօր վերջապես ժամանակ ունեցանք և հնդկահավը պետքա թուղթ տնենք։ Մի քանի օր նստած է, ժամանակ չեմ գտնում։ Հիմա ինչ ենք արել, ընտրել ենք ձվերը, որոնք դնելու ենք թղթի տակ։ Ինչպես եմ ընտրում ես, վերցնում եմ այն ձվերը, որոնք ոչ շատ սուր ծայրեր ունեն և ոչ էլ շատ բութ, շատ մեծ չլինեն ու շատ փոքր էլ չլինեն, ու այդպես մի հատ էլ մթության մեջ ստուգում եմ արդյոք ներսում ամեն ինչ նորմալ է ու դնում եմ։ Քանի որ իմ հնդկահավը չափերով մեծ է, դնելու եմ 21 հատ, կարող էի նաև 23-25 հատ դնել, բայց այսպես եմ ես որոշել, որ 21 հատ պետքա լինի, որ կարողանա լավ տաքացնել, ավելի լավ է մի փոքր քիչ դնենք և որ հնդկահավին էլ շատ չծանրաբեռնենք։ Հիմա այդպես բերեցի, տեղը սարքեցի, ձվերը դնենք ու նստացնենք։ Դա Աստված լավ դուրս գա, տեսնենք ինչ կլինի։ Հիմա տեսնենք ինքնուրույն ինքը կնստի, թե չէ։ Հավանոցում եմ դնելու ամառային։ Ինքը այստեղ էր նստում, հիմա տեղափոխել եմ այնտեղ, որպեսզի տեղը ընդարձակ լինի և ձվերը խառնելուց խնդիր չլինի։ Տեսեք, արդեն ձվերը տեսել է, տեսեք ոնց է արձագանքում։ Բնականաբար ինքը լավ թուղթ է և ձվերին լավ տիրություն կանի։ Մի քանի տարեկան է ինքը արդեն, մի քանի անգամ տեսանյութերում տեսած կլինեք, որ ինչպես է նստել, ինչպես է ճտեր հանել ու ճտերին էլ շատ լավ պահել է, շատ զգույշ, շատ հոգատար մայր է ինքը։ Հնդկահավերը իրենք շատ լավ մայրեր են իմիջիայլոց, բնական ինկուբատոր, և եթե ուզում եք բազմացնել հավեր կամ այդ թռչուններ, կարելի է պահել հնդկահավ, ինքը բնական ինկուբատոր է, ոչ մի բան չեք անում, օրական ընդամենը մի անգամ իրանց կերակրում ենք։ Էսա քո ձվերը, տիրությունները, ստիպված եղա իրեն զոռով բերել դնել։ Հիմա ինչ ենք անում, քանի որ ինքը տեղը նոր է, իրան այսպես համոզում ենք, որ նստի։ Տեսեք, արդեն ձվերը տեսավ, հեսա կսկսի արդեն ծածկելը։ Այ ապրես, իսկական թուղթ է։ Երբ արդեն նկատեցի, որ ինքը երկար ժամանակ ածում չի ածում, մոտ 3 օր, ինչ եմ անում, տակը 1-2 ձու եմ դնում, թողնում եմ ինքը տաքանա։ Մենք այդպես ենք ասում, տաքանալ, թուղթը տակ-տակ նստած է, այսինքն սկսում է լավ տաքացնել ձվերը ու այսպես տեսակ, միանգամից ձվերին տիրություն արեց։ Հեսա ինքը ընթացքում 1-2 ժամվա ընթացքում արդեն բունը կարգի կբերի, կհարմարեցնի բունը իրեն, ձվերը արդեն կսկսի խառնելը։ Ինչպես ասում են, մեկը հազար անի։ Դա Աստված գոնե սա լավ դուրս հանի, ճտերը հանի, քանի որ սագերի մոտ այդքան էլ լավ չեղավ։ Հիսուս Քրիստոս։ Հիմա ինչ եմ արել, ժողովուրդ ջան, այսպես թասով ծածկել եմ, որպեսզի ինքը վեր չկենա և հին տեղը չգնա նստելու, որտև ինքը հենց տեղ էր իր բունը սարքել, ու նաև հավերը չգան և իր տակ չածեն, նոր ձվեր չավելացնեն։ Այսպես ծածկած մի քանի օր պահելու ենք, մինչև արդեն կհարմարվի նոր բնին։ Չեմ ուզում ասեմ, տեսակ, որ հավերը իրանք և հնդկահավերը ցենց ստրեսի մեջ ընկան, երբ մտահավ ա բուն, դա զարմանալու չի, որովհետև ես ամեն օր գրեթե այս հագուստով եմ մտնում,
իմ աշխատանքային հագուստն է, ու երբ սա հանել էի, իրանք կարծում էին ուրիշ մարդ է։ Եթե ձեզ թվում է, թե հավերն ու հնդկահավերը կամ առհասարակ ընտանի կենդաններն ու թռչունները իրենց տերերին չեն ճանաչում, ապա սխալվում եք։ Տեսակ ինչպես արձագանքեցին, եւ ստիպված եղա նորից սա հագնել, որպեսզի հանդարտվեն։ Եվ սրանք հին ձվեր են, ժողովուրդ ջան, խոտերի մեջից գտած, պահել էի, որ տնեի թխսի տակ, որ հարմարվի, որ նոր ձվեր չփչացնեմ, սա էլ արդեն կարանք նետենք, որովհետև իր ֆունկցիան կատարեց։ Առավոտվանից Վասիլներ ջան սապիներն են տեղափոխել արդեն այս փոքր ջերմոց, ու տեսնենք իրանց ոնց են զգում։ Կարծես թե լավ են, ստե տակա ավելի շուտ իրանք կաճեն, ու նախորդ դրածները արդեն տեսնում եմ բավականին մեծացել են։ Մի քանի օր անբաժակների մեջ տեղափոխելուց հետո թողում եմ պատուհանագոգին, որպեսզի իրենք հարմարվեն, ու նոր տեղափոխում եմ այստեղ։ Հիմա ցույց տամ մոտիկից։ Ահա տեսեք, այսենց մրգի սետկաներում տնում եմ, որպեսզի չշրջվեն, ու նախորդ դրածները նայեք, բադրջանները ոնց են հաստանում, ու այսօրվա դրածները պամիդորներ են հիմնականում, ու մեկ էլ ծիծակներն են։ Էլի կա, որպեսզի պետքա տեղափոխեմ բաժակների մեջ, նոր բերեմ ստեղ, դա արդեն ընթացքում անում եմ, դա իմ երեկոյան աշխատանքն է, աշխատանքից հետո արդեն երբ մտնում է, հողամասում անհնարագործ անել, տանն եմ այս բաժակների մեջ տեղավորում, տեսնենք ոնց կզգան իրան, շուտ հաստանան, որպեսզի արդեն մայիսի կեսերի, մայիսի 20-ից հետո արդեն տեղափոխելու ենք բաց գրունտ այս սածիները։ Ստե մի քանի հատ ընկածները կան, նախորդ տեսանյութերում ցույց եմ տվել, դա էլ այսօր կփոխարինեմ նորերով, ու կունենանք առողջ սածիլներ։ Այդ բաժակների մեջ տեղափոխելն էլ մի քիչ երկար աշխատանք է, որովհետև այսպես թղթերի վրա գրում եմ ու կպցնում բաժակների վրա, որպեսզի արդեն սածիլելու ժամանակ իմանամ կարճ սորտերը մի առվում դնեմ, երկարները մի առում չխառնվեն իրար։ Ուրեմն լոբից հանելու ժամանակն է, ժողովուրդ ջան։ Այսօր ասի առուները գծեմ, որ վաղը վեր կենամ, առավոտը շուտ ցանեմ։ Արդեն հողը լավ տաքացել է, ուշացնում ենք դուրս չի գալիս, մնում է հողի մեջ սերմը, ու դրա համար լոբի առումներն էլ եմ գծում, մեկ էլ սածիլին էլ եմ գծելու, գիտեք, ասել են, որ կաթիլային ենք անցկացնելու, որպեսզի արդեն այդ աշխատանքները սկսենք կաթիլայինի անցկացման, ու արդեն սածիլը դնելու ժամանակ ինքը պատրաստ լինի։ Տեսեք, այսենց մակերեսային առուներ եմ քաշում, շատ խորը չեմ անելու, շատ խորը պետք չի։ Այստեղ ինչ եմ ուզում ցույց տամ, այս երկու առուն եմ վերևի լոբի գցելու, այստեղ էս երկուսը պամիդոր, նոր տակից արդեն մի բար ծիծակ, հետո բադրջանի առունել եմ այսպես քաշելու։ Տեսնենք, դեռ աշխատում ենք, ընթացքում կհասկանանք էլի, բայց այս գծերը շատ կարևոր է տեղերը նշելը, որպեսզի համ անցնելուց չտրորենք, բնդացնենք հողը, համ էլ արդեն մոտավոր իմանանք, որ մոտ օրերս արդեն այդ աշխատանքները պիտի անենք կաթիլայինի,
Տեսնենք ինչպես կստացվի առաջին տարին է, դեռ փորձնական, հնարավոր է շատ սխալներ լինեն, բայց դա նաև ցույց տամ ժողովուրդ ջան, արդեն սոխերը տեսեք ոնց են աճել, այս դուրս են եկել, շատ սիրուն համաչափ, սերմը լավն էր, դրա համար այսինչ աճ ունեցանք, բայց նայեք արդեն կարտոֆիլները, տես քանի օր դրել ենք, արդեն ծիկրակում են հողի տակից, մի 2 օր հետո արդեն փխրեցման աշխատանքներն ենք սկսելու, այ որ ասում եմ, գյուղի գործերը իրար հետևից են, սրա մասին էի ասում, մի քանի օր հետո արդեն սկսել ենք կարտոֆիլը փխրեցնել, որպեսզի ինքը սկսի բարձրանալ, այս ընթացքում իհարկե լավ կլինի ցրտահարություն չլինի, հենց ցրտահարություն եղավ, սրանք սաղ ինչ դուրս է եկել, ցուրտը տանելու է, սրանք վաղահասներն են, բայց դե մենակ վաղահասները չեն դուրս եկել, այն մնացածներն էլ Ծիրանի ծառից էի հարցնում ժողովուրդ ջան, համարյա բան չի մնացել, այդ ցուրտը տարել է թափվում, նայեք, ցրտահարվել է, չկարողացանք փրկել ծիրանի ծառը, բայց դե մենք մեր խղճի համար արեցինք այն ինչ պետք էր էլի, դե ասա գորիսումից ծիրան, այդպես է ժողովուրդ ջան, ամեն լույս իր տարածաշրջան ունի, բայց դե այն որ ծածկեցինք սև հաղարջը, հələ տեսեք ոնց է ծաղկել, հրաշք ուղղակի ու մեղուն տեսեք խաղում է, հատ սիրուն պատկեր ունենք, թափվում են ծաղիկներից, բայց դե նորմալ է, ոչինչ, դա կթափվի, հիմնական մասը, որը բույսը կպահի, մնալու է, կարմիր հաղարջներն են սկսել արդեն, բողբոջները բացվել, տեսեք, տեսնեք, սա տեղափոխել է այստեղ, մտածում է այս տարի հազիվ կանաչեմ, բայց դե նաև բողբոջներ ունեն, եթե լավ լինի, հուսամ սա էլ բերք կտա, այս երեք ժողովուրդ ջան, մի լավ բան եմ գտել, որ պետք է այլի ցանեմ, սա ցույց տամ ինչ եմ ցանելու, ժողովուրդ ջան, տեսեք, գետնախնձորը, վստահ եմ բոլորդ էլ գիտեք ես ինչ, սա էլի իմ մոտ մանկության հուշեր արթնացրեց, մեր հողամասերում ինքը վայրի աճում էր, երբ ուրիշ տեղ հողամաս ունեինք, այնտեղ ցանում էինք, վայրի աճում էր ու հողը մշակելուց, կարտոֆիլը ցանելուց կամ կարտոֆիլը հավաքելուց միշտ հողի հետ դուրս էր գալիս ու ուտում էինք, շատ համով բան է ու օգտակար, հիմա մեր հողամասերում, տնամերձներում սա չի հանդիպում, արդեն վերացել է, այնքան հանել թափել ենք, ինքը մոլախոտի նման էր, հանում փխրեցման ժամանակ, հողամասը քանդելու ժամանակ, բերք հավաքելու ժամանակ քանդում թափում էինք, որ չաճեր ու չվնասեր կարտոֆիլը ու այդպես մի կերպ այս տեղերից վերացավ, բայց ինքը շատ կարևոր բան է, հիմա ուզում եմ աճեցնեմ, տեսեք, սա ինձ նվիրել են, աճեցնելու ենք, սենց իրարից հեռու դնենք, մեկ էլ նայեք, սենց կտորներ կա իրա վրա, շատ մանր, մեկ էլ նայեք, մի հատ կերել ենք ու այս կլեպներն էլ ենք դնելու, կլեպներից ինքը ևս աճում է, մի փոքր անգամ հողը մնում է, աճում է, իհարկե այստեղ մենք առանձին մասում կդնենք, հավաքելուց էլ էլի զգույշ մանրամասն կհավաքենք, որպեսզի նորից հողամասում չտարածվի, բայց լավ բան է ժողովուրդ ջան, համ համով է, համ էլ օգտակար, այն ժամանակ ձեռը կրակն էինք ընկել, հիմա ցանում ենք, ով կմտածեր, որ մի օր գետնախնձոր ենք ցանել, տեսնենք,
հատ էլ կջրեմ ու մի քանի օրից արդեն արդյունքը ծիլերը տեսնելու ենք։ Ուզում եմ տենամ ցանած կանաչիները ինչ վիճակում են, այ դուրս են եկել ժողովուրդ ջան։ Ստե մարոլներն ա դուրս եկել, սամիտներն էլ են երևում, բայց այս անտերշները էլի տրորում են։ Չգիտեմ սրանց դեմը ոնց առնենք։ Սա ոտնատեղիրա։ Սա էլ մեր այսօրվա աշխատանքից մի փոքր հատված, իհարկե ես դեռ շարունակում եմ աշխատել հողամասում, մինչև մութն ընկնել է, այստեղ գործ եմ անելու։ Իսկ դուք լավ եղեք, խաղաղությամբ եղեք, ինչ նոր հանդիպում, չմոռանաք հավանել տեսանյութը, մեկնաբանություններ գրել, եւ եթե բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք։